Ողջույն։ Իմաստը ծնվում է ոչ անմիջապես։ Բառը լսելու եւ այն հասկանալու միջև անցնում է թեև կարճ, բայց նկատելի ժամանակ։ Այդ միլիվայրկյանների ընթացքում ուղեղը հասցնում է բարդ աշխատանք կատարել, որի մասին մենք սովորաբար նույնիսկ չենք էլ մտածում։ Երուսաղեմի հրեական համալսարանի, Google Research-ի եւ Princeton-ի հետազոտողները որոշել են ուշադիր հետևել այս պրոցեսին ու հայտնաբերել են անսպասելի մի բան։ Իր ներքին տրամաբանությամբ այն շատ նման է մեծ լեզվական մոդելների աշխատանքին, հենց նրանց, որոնք ընկած են արհեստական բանականության ժամանակակից համակարգերի հիմքում։ Երբ մենք լսում ենք խոսքը, ուղեղն անմիջապես չի ճանաչում բառի իմաստը։ Սկզբում այն մշակում է ձայնի ամենաբազային բնութագրերը՝ ռիթմ, հաճախականություններ, ինտոնացիա։ Այնուհետև սկսվում է ավելի նուրբ վերլուծություն, որտեղ է ավարտվում մի բառն ու սկսվում մյուսը, ինչպես են դրանք կապված միմյանց հետ։ Եվ միայն վերջին փուլում է հայտնվում ասվածի իմաստի գիտակցումը, հաշվի առնելով կոնտեքստը, էմոցիաներն ու զրուցակցի մտքի ընդհանուր ընթացքը։ Գիտնականները գիտափորձ են անցկացրել հենց այս շղթան տեսնելու համար։ Կամավորների համար միացրել են 30 րոպե տևողության podcast, սովորական կապակցված խոսք առանց արհեստական դադարների եւ կրկնությունների։ Ընթացքում նրանց ուղեղի ակտիվությունը գրանցվել է էլեկտրոկորտիկոգրաֆիայի օգնությամբ։ Սա հազվագյուտ եւ շատ ճշգրիտ մեթոդ է։ Էլեկտրոդները տեղադրվում են անմիջապես ուղեղի մակերեսին եւ թույլ են տալիս մինչեւ միլիվայրկյանի ճշգրտությամբ հետևել ակտիվության փոփոխություններին։ Այնուհետև հետազոտողները նույն բառերն անցկացրել են մեծ լեզվական մոդելների GPT-2-ի եւ Llama 2-ի միջով եւ հետևել թե ինչպես են դրանք ակտիվացնում նեյրոցանցի տարբեր շերտերը տեքստի մշակման ընթացքում, ապա համեմատել են երկու մարդկային եւ մեքենայական պատկերները։ Արդյունքը ապշեցուցիչ էր։ Ուղեղի վաղ ազդանշանները լավագույնս համընկել են նեյրոցանցերի վաղ շերտերի հետ, որտեղ տեղի ունենում բառերի բազային վերլուծություն։ Ավելի ուշ ակտիվությունը համապատասխանել է մոդելների խորը շերտերին, նրանց, որտեղ ձևավորվում են կոնտեքստն ու արտահայտության ընդհանուր իմաստը։ Այսինքն, թե ուղեղը եւ թե արհեստական բանականությունը կարծես անցնում են միևնույն պարզից դեպի բարդ ճանապարհով։ Հատկապես ակնհայտ է դա երևացել այսպես կոչված Բրոկայի գոտում, ուղեղի խոսքային կարևորագույն կենտրոններից մեկում։ Այստեղ ակտիվության պիկը ծագել է ոչ անմիջապես, այլ նկատելի ուշացմամբ հենց այն ժամանակ, երբ մշակումը հասել է իմաստի խորը մակարդակին։ Ուղեղը կարծես այսպիսով հասնում էր վերջնական եզրակացության, համեմատելով լսածը ավելի վաղ ասվածի հետ։ Այս արդյունքը կասկածի տակ է դնում սովորական պատկերացումներն այն մասին, թե ինչպես ենք մենք հասկանում խոսքը։ Դասական լեզվաբանությունը նկարագրում է լեզուն ֆոնեմների, մորֆեմների եւ խիստ քերականական կանոնների միջոցով, բայց երբ գիտնականները փորձել են այս կատեգորիաների օգնությամբ բացատրել ուղեղի իրական ազդանշանները, պարզվել է, որ դրանք վատ են աշխատում, ի տարբերություն արհեստական բանականության մոդելներից փոխարված կոնտեքստային պատկերացումների։ Պարզ ասած, ուղեղը նման չէ կանոնների հավաքածուով բառարանի։ Այն ավելի շատ հիշեցնում է ճկուն համակարգ, որը անդադար կռահում է իմաստը, հենվելով կոնտեքստի եւ նախկին փորձի վրա։ Միևնույն ժամանակ նեյրոցանցերն ու մարդկային ուղեղն ունեն ֆունդամենտալ տարբեր ստրուկտուրաներ, սակայն նույն խնդիրը լուծելիս դրանք կիրառում են զարմանալի նման ռազմավարություն։ Մեկ տառի փոխարինումը ԴՆԹ-ում կարող է հետևանքներ չունենալ, իսկ կարող է փոխել գենի աշխատանքն ու հիվանդություն առաջացնել։ Շատ դեպքերում սա չափազանց բարդ, կարելի է ասել անհնար է ճշգրիտ կանխատեսելը, սակայն այժմ կենսաբաններն ունեն նոր գործիք այդ խնդիրը լուծելու համար։ Google DeepMind ընկերությունը ներկայացրել է մեքենայական ուսուցման ալֆա գենոմ մոդելը, համակարգ, որը կանխատեսում է կետային մուտացիաների եւ գենետիկական տարբերակների էֆեկտները, ընդ որում ոչ միայն հենց գեներում, այլ ԴՆԹ չկոդավորող հատվածներում, որոնք կառավարում են գեների աշխատանքը։ Մոդելի նկարագրությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Հենց չկոդավորող հատվածներն են մնում գենոմիկայի հիմնական գլխացավանքը։ Դրանք կազմում են գենետիկական փոփոխականության մոտ 98%-ն ու կարող են ազդել գեների էքսպրեսիայի, ԴՆԹ փաթեթավորման, էպիգենետիկական նիշերի եւ սպիտակուցների հետ փոխազդեցության վրա։ Կարճ ասած, կախված կոնտեքստից նույն տարբերակը կարող է լրիվ տարբեր կերպ դրսևորվել։ Մեքենայական ուսուցման գոյություն ունեցող մոդելները սովորաբար բախվում են երկու սահմանափակումների հետ։ Դրանք կամ վերլուծում են ԴՆԹ երկար հատվածները կորցնելով ճշգրտությունն առանձին հիմնային զույգերի մակարդակում, կամ էլ աշխատում են ճշգրիտ, բայց կարճ կտորների վրա։ Բացի այդ, դրանցից շատերն էֆեկտը կանխատեսում են միայն մեկ կոնկրետ բնութագրով, օրինակ էքսպրեսիայով կամ սպլայսինգով։ Ալֆա գենոմը միավորում է այս երկու մոտեցումները։ Այն վերլուծում է մինչև 1 միլիոն հիմնային զույգ, երկարությամբ հաջորդականությունները, մինչև 1 զույգի կետայնությամբ եւ միաժամանակ կանխատեսում մոլեկուլային բնութագրերի մի ամբողջ շարք, գեների սահմանները, սպլայսինգը, ՌՆԹ էքսպրեսիայի մակարդակը, քրոմատինի վիճակը, սպիտակուցների կապումն ու գենոմի հատվածների ֆիզիկական կոնտակտները։ Մոդելն ուսուցանվել է մարդու եւ մկան գենոմների տվյալների խոշոր բազաների վրա, որոնք վերցրել են ENCODE, GITEX, 4D Nucleome եւ Phantom 5 միջազգային նախագծերից։ Ալֆա գենոմը զարգացնում է DeepMind-ի նախորդ Enformer մոդելի գաղափարներն ու փոխլրացնում Alpha Missense մոդելը, որն աշխատում է կոդավորող մուտացիաների հետ։ Միևնույն ժամանակ Ալֆա գենոմի ուսուցումը համեմատաբար արագ եւ պակաս ռեսուրսատար է ստացվել։
Թեստերում մոդելն իրեն դրսևորել է գոյություն ունեցող լավագույն լուծումներից ոչ վատ, իսկ շատ դեպքերում անգամ ավելի ճշգրիտ։ Կարևոր է նաև այն, որ ալֆա գենոմը տալիս է միաժամանակ 11 մոդալությունների վրա հիմնված էֆեկտների միասնական քանակական գնահատական, այլ ոչ թե տարանջատված կանխատեսումներ։ Մոդելը ստուգելու համար հետազոտողները վերլուծել են սուր T լիմֆոբլաստիկ լեյկեմիայի հետ կապված մուտացիաները։ Մոդելը ճշգրիտ մատնացույց է արել, որ դրանք ակտիվացնում են TAL1 օնկոգենը, ստեղծելով MYB տրանսկրիպցիայի գործոնի կապման ԴՆԹ հատված, որն էլ այս հիվանդության զարգացման հայտնի մեխանիզմն է։ Հետազոտողները սպասում են, որ ալֆա գենոմն օգտակար կլինի հիվանդությունների մեխանիզմների ուսումնասիրման համար, ինչպես նաև սինթետիկ կենսաբանության և գենոմի հիմնարար հետազոտությունների մեջ։ Շաբաթվա գիտական տերմինն է սփինտրոնիկան։ Էլեկտրոնիկան աշխատում է էլեկտրոնի լիցքով, սփինտրոնիկան էլեկտրոնի սփինով։ Յուրաքանչյուր էլեկտրոն ունի սփին, քվանտային հատկություն, որը պայմանականորեն կարելի է պատկերացնել որպես պտտման ուղղություն վերև կամ ներքև։ Սփինտրոնիկայում հենց այս ուղղությունն են օգտագործում ինֆորմացիան պահելու և փոխանցելու համար, այլ ոչ թե միայն հոսանքի առկայությունը։ Այս մոտեցումը տալիս է կարևոր առավելություններ։ Սարքերը կարող են դառնալ ավելի արագ, խնայող ու տաքացման նկատմամբ ավելի դիմացկուն։ Հենց սփինտրոնիկայի վրա են հիմնված օրինակ ժամանակակից մագնիսական սենսորներն ու էներգիայի աղբյուրներից անկախ MRAM հիշողությունը, որը պահպանում է տվյալները նույնիսկ առանց սնուցման։ Պարզ ասած, սփինտրոնիկան փորձ է ստիպել էլեկտրոններին ոչ միայն վազել հաղորդալարերով, այլ մտածել, օգտագործելով իրենց քվանտային հատկությունները։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։